Joga bonita։ Joga bonita, սա Փորձենք գիտելիքները բրազիլական ֆուտբոլից։ Սա բրազիլական ֆուտբոլի, այո, մասին է, դե ուրեմն ժամանակը գնաց։ Միայն նա կարող էր պարծենալ, որ որպես ֆուտբոլիստ 3 անգամ աշխարհի չեմպիոն է դարձել։ Պելե։ Ճիշտ է, երբ է Բրազիլիայի հավաքականն առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձել։ 1958։ Ճիշտ է, ով է Բրազիլիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։ Լավագույն ռմբարկուն Ռոնալդո։ Ոչ Նեյմարը, ինչ անունով է ավելի հայտնի 1999 թվականի ոսկեգնդակի դափնեկիր Վիտոր Բորբա Ֆերեյրան։ Վիտինյա։ Ոչ Ռիվալդո, ով էր հավաքականի գլխավոր մարզիչը, երբ Բրազիլիան այս պայծրության վերջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Կարլոս Ալբերտո Պերեյրան։ Ոչ Լուիս Ֆելիպե Սկոլարին։ Ֆիզիկական ինչ առանձնահատկություն ուներ Մանուել Ֆրանսիսկո դոս Սանտոսը նույն ինքը Գարինչը։ Ինչ ֆիզիկական ոտքը կարճ էր, այո, մեկը մյուսից կարճ էր, որ տեղում է Բրազիլիան Կոպա Ամերիկայում նվաճած տիտղոսների քանակով։ Երկրորդ։ Ոչ երրորդ, նա առավել հայտնի էր դաշտը տեսնելու եւ ստանդարտներ իրացնելու կարողությամբ ու կրում է սպիտակ Պելե մականունը։ Զիկո։ Ճիշտ է, որ հավաքականին է ամենաշատը հաղթել Բրազիլիան աշխարհի առաջնությունների եզրափակիչներում։ Ում է ամենաշատը։ Իտալիային։ Այո։ Ճիշտ է, եւ վերջին հարցը հասցնում եմ ընթերցել Բարսելոնայից, Ռեալից, Ինտերից եւ Միլանից բացի եվրոպական որ ակումբում է խաղացել ֆենոմեն Ռոնալդո։ Էյնթհովեն։ ՊՍՎ Էյնթհովեն, այո, դա ճիշտ պատասխանն է եւ Էրնեստը 6 ճիշտ պատասխան տվեցիր։ Էրնեստ